Գիրագի 12 հուլիս 2026-ի առավոտյան ժամը 10-ին Հալեբի հայապնակ Նորքյուղ շրջանի հայ կաթողիկե Սուրբ Երրորդություն Զվարթնոց եկեղեցվո գոչնակները ավետեցին Սահակ Կիսասարգսակ Պողոսյանի սարգսակական ցերնատության բարեպաստիկ լուրը, որ համագնեցավ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի բայզարակերպության տոնին, ցերամ Փերիոթեմի կաթողիկե հայոց Պարեչան առաջնորդ Արիաբադիվ Դեր Պետրոս arczepiskopos Միրիաթյանի առընտրականությամբ դեղույն ժողովրդապետ Քերարքելի Հայկ Զայրակույն Վարդապետ Մագարյանի եւ արժանավադիվ Զարեհ Քահանա Դեր Սարգսյանի արարողապետությամբ Քերաբադիվ Հայր Գոմիդաս Վարդապետ Դադաղլյանի խարդավելագությամբ Քերարքելի Հոսեփ Զայրակույն Վարդապետ Բեզեզյանի ներկայությամբ Ցերնաթրելի ծնողներուն եւ հարազատներուն, անարատ ուղղության հայ քույրերուն, բարեսիրական միության եւ հոգեմենի անդամներուն, Զվարթնոց վարժարանի դնորենին եւ Հոլց բազմության ընթաց արավ հանդիսավոր Սուրբ եւ Անմահ բادرակը։ Ալեբշահ երջախումբի հնչեցուցած ուրախների երկեցողությամբ Սահակ Կիսասարգսակ Պողոսյան թեպի խորան ընթարած եկավ Խարդավիլագի ուղեկցությամբ, ուր դեղույն ունեցավ ցերնատության արարողությունը։ Այնուհետև Քերաբայձար դերը նորոց Սարգսակին հանձնեց ավետարանը, որով ընթերցանելու նաև հաղորդությունը փաշխելու իշխանությունը տվավ։ Ցերնատրիչ Քերաբայձար դերը իր քարոզին մեջ անդրադարձավ օրվան տոնին բայզարակերպության զոր ակուցեց ցերնատության հետ ըսելով. Այսօր տոնն է բայզարակերպության յար մերով Հիսուսի Քրիստոսի։ Գիշեք դեպքը, ինչպես գրված է ավետարաններում մեջ։ Երբ Հիսուս լերան գլուխը գերդավ, դապոր լերան ուխը և հետ գդանի երեք առակյաններ, Պետրոս, Հակոբոս և Հովհաննես և ոն իրենց առջև գայլուլա կողբի, երբարանքը կողբի, կպայցարանա, լույսի պես կտա, աստվածությունը կհայտնե իրենց։ Եվ այն ադեգիս է ավետարանը երկնքեն ցայնը կուկա և կսե, այս է իմ սիրելի որդիս, անոր մտիկ ըրեք։ Պատմությունը պիտի չշարունակել։ Կարևոր է ինձի համար այսօր այս խոսքը, որ կուկա և կուկեն, անոր մտիկ ըրեք, Հիսուսի մտիկ ըրեք։ Այս խոսքը իմ պատկանս է, քեզի սիրելի սարգսակ դերսարան։ Անոր մտիկ ըրեք, Հիսուսին մտիկ ըրեք։ Որտեղ աշխարհից մեջ ցայները շատ են, փորձությունները շատ են, տեսակետները շատ են, ուղղությունները շատ են, բայց մենք որպես քրիստոնյա անիրված ենք, միմիայն Հիսուսին մտիկ ընել։ Հիսուսն է քո վարդապետը, Հիսուսն է քո ուղղությունը, Հիսուսն է ճանապարհը, անոր մտիկ պիտի ընես։ Չկարծեք, որ Հիսուս հեռացայնով մեզ հետ խոսի, կամ ինտերնետով, կամ մոբայլով։ Հիսուս մեզի հետ կխոսի իր սուրբ ոգիով, իր ներշնչումներով, ավետարանով, անոր ցայնը մեզի կհասնի և կհաղորդենք, և մեր մեծավորներում կամքը կկատարենք, մանավանդ, երբ ոգևոր հորդ խրատներում մտիկ գնես։ Հիսուս այսպես խոսի մեզի և մենք մտիկ պիտի ունենք
Հիսուսի Քրիստոսին եւ ոչ թե ուրիշ գոյե անձի կամ գոյե միության կամ գոյե գազագերբության կամ գոյե ուղղության Հիսուսն է մեր գլուխը Հիսուսն է մեր ուսուցիչը Շաբաթ առաջ հույն կաթոլիկե Վարդապետը Հալեվեն 95 տարեկան հայր Յոհաննա Ջանուս հույն կաթոլիկե ինձ կիրք նվիրեց իր կենսագրական կիրքի մեջ կվարվե իր կոչման մասին մանկուկենել մինչև կահանայություն մինչև այսօր։ Կիրքին բերնակիրն է երազդ գախե ամենեն բարձր աստղերեն։ Ինչ դարօրինակ բերնակիր։ Երազդ գախե ամենաբարձր աստղերեն։ Սիրելի սարգսակ, մենք բոլորս երազներ ունեցանք եւ ունալ երազ ունեցանք երազը կահանայություն է եւ ահա այսօր երագանա այս երազի առաջին բաժին սարգսակություն երազը պիտի գախես ամենաբարձր աստղեն այսինքն Եվ աստղը կահանայություն է չհասար և մոր պիտի հասնես։ Այսօր համար մենք եկած եք այսօր քեզի համար աղոթ եք, որ Աստված քեզ հաստատ պահե կոչումի մեջ։ Շարունակես ու այս երթը և երագանանակ ու երազը հասներով կահանայության աստիճանին և բարձրանաս այս խորանին։ Սիրելի հավատացյալներ, այս վարդապետը իր կիրքի մեջ իշետ է ինչպես սարգսակ մտանեն առաջ, փորձություններ գցան, սատանային ցայն գլսեր, որ երեքսեր մի շարունակը, վարդապետ մի ելա, սարգսակ մի ելա, բայց ինքը գսեր, ես Հիսուսին ցայնին բնեգրի։ Իմ հոգևոր հայրս ձեզ առաջնորդեց, որպեսզի հաղթեմ այս ցայնին և դեղի չդամ այլ շարունակեմ կյանքս, ուղղությունս, երազս հասնելու ամենաբարձր աստղին։ Տունալ սիրելի սարգսակ, գրնալալ որ շուրջը ցայներ շատ լա, փորձությունները շատ լա, բայց շնորհիվ աղոթքին, շնորհիվ ավետարանին, շնորհիվ հոգևոր հորը, որ քեզի կհետևի, պիտի շարունակես այս երազը և միմիայն Հիսուսին պիտի ընես։ Սիրելի ներսահակ, գիտես, որ սարգսակ կնշանակե ծառա սպասավոր։ Սարգսակությունը ծառայություն մնե, ինչպես առաջին առաքյալները ընտրեցին 7 սարգսակներ, որպեսզի ծառայեն սեղաններուն, ծառայեն աղքատներուն, ծառայեն Հիսուսին խոսքը տարածելուն, ծառայություն։ Հիսուսը սա ով որ ուզեց ձեր մեջ մեծ գնալ, թող ձեր բոլորին ծառա տա։ Այս խոսքը չմոռնա սիրելի սարգսակից։ Եթե ուզես մեծ գնալ, բոլորին ծառա տուես։ Ու պիտի շարունակես այս սպասավորությունը եկեղեցու, վարդապետներուն, ժողովրդին,
մեծին, բզդիդին, երիտասարդին, ծերին, մանավանդ աղքատին, որովհետև Հիսուս Քրիստոս վսե, ով որ ցերկը դնե բաժին վրա եւ յետև նայի արժանի չեուց։ Տուն տրիր ցերկը բաժին վրա, պիտի շարունակես դեպի աղջեր նայելով եւ Աստված քեզ հաստատ պահե այս ուղղությամբ։ Այս արիքով սիրելի հավատացյալներս եւ շատ սիրասուն սարգսակ քեզի կփոխացեմ մեր հոգևոր Տիրոջ օրհնությունը, որ երեք հետս կապ պահեց մեր այսօրվա աղոթքի հետևի, որն է մեզ եւ կշնորհավորե մեր նոր սարգսակը, որ պիտի շարունակե եւ ուսումը հոգևոր Տիրոջ հովանին ներքև եւ պիտի ծառայե պատրիարքական թեմին։ Հոգևոր Տիրոջ օրհնությունը մեր բոլորին վրան է, սիգնալ կշնորհավորեմ այս արիքով, որովհետև մեր սարգսակներուն շարքը կմեծնա եւ մենք պետք ունի մշակներուն, որպեսզի ծառայեն Աստծո հայտնի մեջ։ Ընդունեք շնորհավորությունները մեր թեմին բոլոր վարդապետներուն, սարգսակներուն, միություններուն, գազագերություններուն, մեր ժողովրդին, որոնք քեզի կհետևին այսօր իրենց աղոթքով եւ իրենք երգեցին ուրախ մեր Սուրբ եկեղեցին։ Մեր եկեղեցին ուրախ է, որովհետև դու վերադարձար ու կահարդ, ուսում արմենեք վերջ, զմարու բանկետներս, Լևոնյան վարժարանետներս Ռոմ, եւ այսօր եկար որպես պատրաստ ներկայանալու եւ ստանալու սարգսակության աստիճան։ Շարունակե այս ընթացքով եւ շարունակե ուսումը, որպեսզի արժանի ըլլաս Աստծո խորանին ներկայանալ։ Շնորհավորեմ ու նախկին մեծավորները եւ այսօրվա մեծավորները, որոնք կհետևին մեզի Facebook-ի միջոցով, որովհետև ուրախ են եւ երջանիկ են, որովհետև իրենց փորձը ինտերեվ չլավ, այլ իրենց ցանած գդուղը, ցանած յունդը, գդուղ դբավ եւ այսօր ունեցան նոր սարգսակ։ Մեր այս խորանին կծառայեն բարեկամներ, ընկերներ, մեր սարգսակ դեր սահակի։ Բոլորն ալ եկած են, որպեսզի մասնակցին, ոմանք հռոմեն, ոմանք զմարումանքեն, ոմանք հարևեն, իրենք կա կպատրաստվին կահանայության։ Աղոթենք, որ իրենք բարի օրինակ առնեն եւ շարունակեն իրենց երթը, իրենց ոչումը պահեն եւ օրը իրենք եւս մտան սարգսակներ ծառայելով Աստծո խորան։ Կշնորհավորեմ ձեզ սիրելի հավատացյալ։ Ու մանավանդ կշնորհավորեմ նորոց նոր ցերնատված սարգսակին ընտանիքը։ Հայրը, մայրը, եղբայրը, բոլոր բարականները, ազգականները, աչքերնի քույս շնորհավորը լա, դու որ այս կան դարիքներ սպասեցին, դու կան երազն ունեիք, դու կան ծեր երազը կախված էիք աստղերում վրայեն, հավասիկ այսօր ծեր երազը իրականանա։ Դու Աստված ձեզ օրհնեն, ընդունեցեք ձեր շնորհավորությունները, հպարտ ելեք ձեր զավակով, բայց մանավանդ աղոթեցեք իրեն համար, որովհետև հոր եւ ողորմությունը շատ կարևոր է, որպեսզի դունը շիվի, որպեսզի կահանան հասնի իր որազին։ Դու Աստված ես օրհնե ամենքը եւ ինչպես Հիսուս այսօր գայնա երկրի կպայծառանա Թափոր լեռան վրա եւ պես անկախուտա անոր մենք գրենք, Հիսուսին պիտի գրենք, օրենքը գրենք եւ բաղկանս, սիրելի սարգսակ, Հիսուսին պիտի գրենք եւ պիտի հասնես ու երազի։ Ամեն։
Հոգեբարար Արարուհութենե յետ ներգաները եկեղեցվո մեջ շնորհավորեցին Փերիոթեմի առաջնորդը, նորոց սարգավակը եւ ծնողները, որ մե յետ եկեղեցվո աղաջանյան սրահի մեջ նորոց սարգավակը փեգանեց օրվան գարգանթագը, որ իր սրդի խոսքին մեջ ի խորոց սրդե շնորհակալություն հայտնեց նախ ամենագալ Աստուծո, որ արժանի ըրավ զինք սույն նվիրական առաքելության, այնուհետև հերթափար շնորհակալական խոսքեր շրայլեց նորին ամենաբադիվ քերարչանիկ դեր Ռաֆայել Պետրոս 21-րդ կաթողիկոս պատրիարք Դան Անգելիկիո կաթողիկե հայոց հայրաբեդին, Փերիոթեմի կաթողիկե հայոց Պարեչան առաջնորդ Արիաբադիվ դեր Պետրոս arczepiskopos Միրյատյանի եւ ծնողներուն, նաեւ բոլոր անոնց, որոնք օժանդակեցին զինք հասնելու աստվածահաճո ծառայության։